Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը։ Այն ձեռք է բերվում ամեն մի սերնդի եւ նրա առանձին անդամի կողմից։ Ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ եւ նրան արժանի դառնալու ձգտումով։ Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել։ Կարելի է հայրենիքում ապրել, բայց հոգեաղորդ չլինել նրան։ Գարեգին Նժդե։ Խոսքերն այս հաստատ չեն վերաբերվում այսօրվա մեր հաղորդման հերոսին, քանի որ նա, չլինելով անգամ ազգությամբ հայ, բայց ապրելով Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանն ընդունում է որպես իր հայրենիք եւ իրեն համարում լիիրավ հայրենատեր եւ հայրենապաշտպան։ Իսկ հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարն է եւ ձեզ հետ է Տիգրան Մակարյանը։ Բուզդիկ զինվոր մնեմ ախպեր Շատ մենց կրիվ ունի մեյջան Եգեր եմ աս երգիր ինջան Արտուրի բալիկն է։ Հա, 6 ամսը գանայել է, Արտուրը գնացել է ծառայության։ Դուք Արտուրի կինն եք, մեծացնում եք նրա դստերը, ոնց է շատ է կարոտում հորը, թե դեռ չի գիտակցում։ Դեռ երևի չէ, բայց թե արդեն ճանաչում է օրը։ Մարտիկի այսօրվա հերոսն է ազգությամբ եզդի շարքային Արթուր Ալիյանը։ Ինչպես տեսակ ամուսնացել է շատ երիտասարդ տարիքում եւ բանակ մեկնել արդեն որպես ընտանիքի հայր։ Սակայն տարբերությունն այն է, որ անգամ մեր ժամանակներում եզդիների մոտ ամուսնությունը կատարվում է ոչ թե ամուսնացողների գիտակցական որոշման հիման վրա, այլ երբ ըստ իրենց ավանդույթի գալիս է ամուսնանալու տարիքը։ Գուցե ինչ որտեղ դա լավ է, նրանց մոտ ընտանիքներն ավելի հազվադեպ են բաժանվում, բայց մյուս կողմից ընտանիքը մեծ պատասխանատվություն է, ինչը գիտակցել կարող է միայն հասուն մարդը։ Արթուրի ծնողներն էլ փաստում են, որ նա չափից ավելի բռնկուն եւ ինչու՞ չէ, կամակոր երիտասարդ է եղել։ Ամուսնացրել են, որովհետեւ օրենքն է պահանջում։ Կպատմեք, թե ոնց եւ որտեղ եք ծանոթացել Արտուրի հետ։ Դե եկել են ուզելու, ես դպրոցական էի, դպրոցական տարիքում էի, հյուր են եկել ավելի ճիշտ։ Իրա տեսել ենք։ Դից ամուսնացել ենք։ Կնկարագրեք Արտուրին։ Չարություն կար հետը, ահա որ չար էր։ Որպես Արտուրի ավագ ընկեր ինչ կպատմեք նրանից։ Արտուրը շալավ աղբեր էր, ջիգերով տղա էր։ Այս որպես ավագ ընկեր շատը ինչ կուզեիք, որ ծառայությունը փոխեր Արտուրի մեջ։ Իրա մի քիչ չարաճություն է էլի։ Առաջնահերթ էտի։ Ոգրի շատ չարաճի էր։ Մի քանի անգամ կռվից քաշել եմ, որպես ավագ ընկեր ասել եմ, լսել եմ։ Մի անգամ էլ ես դաշտի խոտերն էր խոտ բաժարտվել։ 2 ամիս էր, ես գյուղում չէր երևում արդեն։ Քիշերով բարս էր տուն առավոտ ուտելում էր, ասեմ որն է, բարում էր համար։ 2-3 ամիս այս դեպքին գիշեր, ես պատմում եմ Արտուրին, տենա։ Ոչ տավարը զրկվում 2 ամիս։ Ամուսնությունը շատ փոխեց Արտուրին։ Անպայման, ամուսնացել հետո ինքը շատ փոխվավ։ Ու դեպի լավ է էլի։ Իսկ Արտուրը արհեստի հետ որևէ կապ ունի։ Անպայման ավտոմեքենա էր սարքում, այս գյուղում կարելի ասել, ոսկի ում ավտոները փչանում էր, դիմում ենք Արտուրին։ Չասենք ինքը ջղայն։ Ինքը ջղայն է, շատ ջղայն է, ասենք ինչ որ մեքենայի վրա որ ասենք գործեր անում, օգնում էր հորը, ասենք որ ջղայն անում էր, դառնում էր լավ տակնու վրա էր անում։ Բայց արդյոք անգամ մեքենայի անսարքությունից այդքան նյարդայնացող երիտասարդը կարող է համբերատար եւ խելամիտ որոշումներով առաջնորդել իր ընտանիքը։ Դժվար թե։ Կարծում ենք ճիշտ ժամանակին է օգնության եկել բանակը։ Ասում են, կյանքում ոչինչ պատահական չի լինում։ Աստծո կողմից մեզ տրված յուրաքանչյուր դժվարություն իրականում պարգև է հետագայում ավելի մեծ խնդիրներից խուսափելու համար։ Փոփոխություններ շատ կան։ Այո։ Տան պայմանները ուրիշ է, բայց հիմա բանակ որ ծառայում է, դասրևագելը լավ է։ Ծնողներն էլ անգամ փաստում են, որ բանակում Արթուրն ավելի հանգիստ է դարձել, իսկ թե էլ ինչ առաջընթացներ ունի, կիմանանք զորամասում, Արթուրի եւ նրա հրամանատարական կազմի հետ ծանոթությունից հետո միայն։ Արթուրի մոտ մենք միայնակ չենք գնում, Մարտիկ հաղորդաշարը անակնկալ է պատրաստել, մեզ հետ գալիս է նաեւ ընտանիքը, կինը եւ երեխան։ Մարտիկ հաղորդաշարն էլ այցելել այսօր ձեր զորամաս եւ մեր հաղորդման հերոսն է Շարքային Ալիյանը։ Մենք նրա համար ունենք պատրաստած անակնկալ, նրա ընտանիքն այսօր այստեղ է եկել նրան տեսնելու համար։ Կօգնեք գտնենք նրան։ Միանշանակ համեցեք ուղերձեմ ձեզ։ Ոտքի։
Արտու սպասում էիր նման անակնկալի։ Չէի սպասում, լավ էր, որ եկան նման անակնկալ է լավ, ամուրախց ամել ընտանիքս եկավ զորամաս։ Մեզ ասացին, որ դու շատ ջղայն ես, ոչ ես ջղայնանում, որ եկել ենք այստեղ։ Չէ, ջղայնանում ինչ կա։ Չեմ ջղայնանում, խիպսի ջղայնանում։ Արտուր, մենք նաև իմացանք պատրաստում եք ձեր երկրորդ բալիկն ունենաք, բնական է պատասխանատվությունդ կկրկնա պատկվի, այդ ծառայությունից հետո ունես կոնկրետ պլաններ, թե ինչ պետք է անես։ Հա, գծած պլաններ ունեմ, դարձան որ պատասխանատվությունը շատ մեծ է լինում, որ երկրորդ երեխա ունենա։ Գյուղում բոլոր մեքենաները դու ես նորոգում, գուցե դա շարունակես։ Գուցե ես էլ եմ այդ ուղղությամբ մտածում, երևի դա կշարունակեմ էլ։ Դե ավելի լավ գործ է։ Արտուր, մենք նաև գիտենք, որ հայրդ մասնակցել է Արցախյան պատերազմին։ Դու ինչ գիտես դրա մասին, ինչ հիշողություններ ունես, ինչ են քեզ պատմել։ Այդ ժամանակ տնեցիկի պատմելուց 2 տարեկան եմ ել։ Կոնկրետ չեմ հիշում էլի ինչ ոնց է ել, բայց ես շատ հպարտ եմ, որ հիմա ինք կռվել է այդ վաղ, որ հիմա ես էլ ծառայում եմ։ 1988 թվականի ազգային ազատագրական շարժումը անտարբեր չթողեց նաև եզդիների ազգային միությանը։ Արդեն 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում օրեցօր ահագնացող դրությունը վրդովմունք եւ անհանգստություն առաջացրեց եզդի ժողովրդի շրջանում։ Հարյուրավոր եզդի կամավորականներ ինքնակամ նետվեցին ճակատ հայ ժողովրդի հետ միասին մարտնչելու, իրենց սեփական տունը, հայերին եւ հայոց երկիրը պաշտպանելու համար։ Հայ ու եզդի ժողովրդի դարավոր բարեկամությունը նրանք իրենց արյամբ ամրացրին Լաչինում, Քարվաճառում, Մարտակերտում եւ Արցախի այլ շրջաններում մղված մարտական գործողությունների ընթացքում կռվում էին այնպես, ինչպես կկռվեին իրենց հայրենիքի համար։ Չնայած այլ բան չէին էլ մտածում, Հայաստանը իրենց հայրենիքն էր, հայը զինակից ընկերն ու եղբայրը։ Ափսոսանք չկար ոչինչի համար, ամեն ինչ ճիշտ էր եւ այդպես էլ պետք է լիներ։ Եթե իրենք չպաշտպանեին իրենց տունը, ելով պիտի։ Ափսոսանք կա այսօր միայն, այն 30 տղաների համար, որ զոհվեցին պատերազմում։ Բայց ավելի ճիշտ ափսոսանք չի, հպարտությամբ լցված կարոտ է։ Եզդի ազատամարտիկներն էլ ժամանակ առ ժամանակ հավաքվում եւ հիշում են արցախյան ազատամարտի փառահեղ դրվագները։ Արցախում նրանք աչքի են ընկել արիությամբ եւ անձնուրացությամբ, փորձելով ամեն կերպ սատարել հայ ազատամարտիկներին եւ հայ ժողովրդին։ Եռաբլուրը սրբավայր է դարձել նաեւ եզդի ժողովրդի համար։ Այստեղ են հանգչում եզդի 3 ազատամարտիկները։ Նրանք հիշում են ոչ միայն իրենց, այլև հայ նվիրյալներին, հիշում ու խոնարհվում նրանց շիրիմներին։ Այսօր մենք հայ ու եզդի չենք կարող իրարից տարանջատել, քանի որ միասնական պայքար է եկել է դարերի խորքից, այսօր էլ պարտավոր ենք միասնական պայքարելու եւ հիշելու մեր նահատակյալներին, անհայ զինվորներին, մեր սպարապետին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը չեն խնայել այս երկրի համար։ Այսօր եզդիների համայնքը ամենաակտիվ համայնքներից է Հայաստանում։ Հայաստանի Հանրապետության եզդիների ազգային միությունը սերտորեն ներգրավված է մեր երկրի ինչպես պետական, այնպես էլ հասարակական ու զինվորական գործընթացներում։ Չնայած կրոնական ու մշակութային բազմաթիվ տարբերությունների, եզդիներն իրենց համարում են հայ ազգի բարեկամ եւ համախոհ։ Այսօր էլ եզդի տղաները, ինչպես Արթուրը, հայ ազգի երիտասարդների հետ միասին մեկնում են բանակ, ապահովելով մեր երկրի անվտանգությունը։ Մենք համատեղ ենք եղել եւ համատեղ էլ պիտի լինենք, որովհետեւ այսօր աստված չարի, եթե որևէ ինչ որ պատերազմ Հայաստանի հետ,
նորից եզդիներ կմիանան հայ ժողովրդին, որտեղ վաղտակի ժողովուրդներ են եղել։ Իհարկե, ամեն մի ազգը ունի իր բարեկամ, բայց հայերը եզդիներ հատուկ իր էությամբ իրոք ռեալ բարեկամներ են։ Պարոն կապիտան, դուք բավական երկար ժամանակ է որ ծառայում եք արդեն զինված ուժերում եւ մի քանի սերունդ ճանապարհած կլինեք։ Բնական է, որ ամեն սերունդ իր հետ կունենա այլ ազգի զինվորներ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ինչպիսին է փոխհարաբերությունները նրանց միջև։ Տարբեր ազգային պատկանելություն ունեցող զինվորներ եղել են իմ ծառայության ժամանակահատվածում։ Բնականաբար, որ նրանք գալիս են զորամաս, առաջնահերթ մենք հրամանատարներս ծանոթանում ենք նրանց հետ եւ մեծ ուշադրություն ենք դարձնում նրանց փոխհարաբերությունները, թե ինչպես են կազմակերպվում։ Ուշադրությունը շատ մեծ է։ Բոլորն էլ հայ են։ Մեզ համար է ձևա։ Խնդիրը դրված։ Բոլորը հայ են, բոլորը Հայաստանի համար են ծառայում մեր հայրենիքի ու բնականաբար վեճեր կարելի ասել չի լինում։ Վեճեր չեն լինում, փոխհարաբերություն նորմալ են։ Դե մեր կողմից է ստանում են զինվորական դաստիարակություն եւ շուտ հարմարվում են ծառայությանը։ Կան մարդիկ, ովքեր ծնվել եւ մեծացել են Հայաստանում, կրում են մեր մենտալիտետը, բայց ունեն ազգային այլ առանձնահատկություններ։ Դրանք որևէ կերպով արտահայտվում են։ Մենք հիմնականում մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հարցերին։ Անձնակազմին հրանգավորում ենք, որ հանկարծ կրոնի վերաբերյալ տենց զրույցներ չլինեն։ Բոլորը հայ են, մերպես համարեք եւ ընդունեք նրանց որպես հայ ընկերներ։ Վեճեր այդ առումով չեն լինում։ Ընդհակառակ նրանք իրար հանդեպ ավելի տենց ոնց որ ասած հետաքրքրություն են գտնում իրանք իրար մեջ շփումների ժամանակ ու շատ լավ ընկերներ են ելնում իրար հետ։ Դե բնականաբար, եթե ծնողները իրենց ոտքով եկել հասել են զորամաս, այստեղ հաստատ ազգային սովորույթների որևէ տարբերություն չի լինի։ Բոլոր ազգերի ծնողները նույն սովորույթներն ունեն՝ անհանգստանալ, թե ինչ է ուտում իրենց երեխան։ Արթուր, ինչ եք ուտում հիմնականում ճաշարանում։ Հիմնականում ամեն առավոտները կաթ հասնում, կարագ հասնում, հաց կա բնականաբար։ Գրեշկա է ելնում, մակարոն ելնում, պուրի ելնում վաղտքի դե առավոտները։ Դե մենյուները տենց չի որ ամեն օր նույն բանը լինի։ Իսկ դժվար է հարմարվել տան սնունդից հետո այս սնունդին։ Դեմից է, բայց հիմա արդեն ոնց որ սովորական է։ Եղե։ Ստեմ սովորել, տուն որ եթում եմ մեկ-մեկ գալիս եմ ու վալինի։ Չեմ կարող մածտեմ, գալիս եմ ստեմ մածտում։ Ոնց որ ստեմ սովորել։ Ունես մի որևէ ճաշատեսակ, որ ամենաշատն ես սիրում։ Հա, ամենաշատը ես սիրում եմ պուրը, մեկ էլ ջրիկ ճաշ, որ ցերեկը գալիս եմ, մենակ ջրիկ ճաշ եմ սիրում ես։ Որ ջրիկ ճաշը պարտադիր դու տեսել։ Կա ինչ որ կերակրտեսակ, որ կուզենայիր ավելանար։ Դե կուզենայի, բայց այսքանով ենք բարավարվում։ Կա ինչ որ ազգային ուտելիք, որ պատրաստում են միայն եզդիները, հայերը դրանից չեն օգտվում։ Կա այդպես ուտելիք, ասենք, որ մենք ուրիշ ձև ենք պատրաստում։ Մեր ադաթով, ասենք, մեր ուտելիքներից, մենք պատրաստում ենք մեր տնական գաթաները, միջինքի գաթաներ ենք պատրաստում մենք։ Էդ է մեր երևի տարբերությունը ձեր, ասենք, ուտելիքից, էդ է։ Եթե իմանում ենք, որ ինքը գալիս է, իր սիրած ճաշեն ենք պատրաստում, նրա սիրած ճաշերից է տոլման, նա շատ է սիրում։ Արթուր, գիտես, երկրորդ երեխան տղա է լինելու, թե աղջիկ։ Դες չէի սպասում, որ աղջիկ լինի, որովհետև կինս ինձ անակնկալ արեց, ասեց տղա է լինելու, պես ուրախ եմ էլ որ տղա ծնվի, որդի ունենամ։ Երբ գա նրա ծառայության ժամանակը, առաջին խորհուրդը որպես պատգամ, որ ես ծառայել եմ հայրենիքի համար, ինքն էլ պետք է ծառայի հայրենիքի համար։ Հիմա պես ոնց եմ ախտարում, ես էլ չգիտեմ, ես եկել եմ ծառայում եմ, մի ամիս գնդում ենք 15 օր պոստեր ենք դիրքեր։ Օր կա դժվար է, օր կա լավ է։ Տենց պետք է հաղթարես կանես, քեզ դիմատրես ծառայությանը։ Ինձ մոտ մի քիչ վախ է առաջանում դիրքերը, եթե բարձրանում են։ Ինձ տրամադրում են, որ վատ բան չի լինի հաստատ։ Սպասում եմ, որ կվերադառնա։ Օրինակ դիրքերը շատ լավ են հասնում։ Զգում ես դու, որ դես կայնած, ինչի համար ես կայնած։ Սա որ բարձրանական դե կտենա կնդե ոնց է։ Դիրքեր դուխստեղը տրամադրությունս բարձր, չգիտես ինչից է։ Մենք գիտենք, Արթուր, թե ինչի է դիրքերում տրամադրությունը բարձր, ոգիտ ամուր։ Արթուրը իրոք չէր սխալվում, երբ ասում էր, որ դիրքերում իրեն ավելի լավ եւ վստահ է զգում։ Իսկ մենք քիչ հետո կբարձրանանք այն հենակետ, որտեղ սովորաբար հերթապահում է Արթուրը։ Զենքը լիսկավորված եւ դրած է պահպանակում։ Այո, զգացողություններն այստեղ մի տեսակ ուրիշ են։ Հայրենասիրությունը երակներով է զգում։ Դա կհասկանա միայն այն մարդը, ով կյանքում գոնե մեկ անգամ եղել է դիրքերում։ Սահմանը տարօրինակ մթնոլորտ ունի։
Երբ հասնում ես սահմանային խրամատներին, մի որոշ ժամանակ մնում այնտեղ, կանգնում ես հենց հակառակորդի նշանոցի դիմաց, բայց հպարտ, գլուխդ բարձր նայում ես նրա աչքերի մեջ, այ հենց միայն այդ պահին հայրենիքը իր ողջ մեծությամբ գալիս ու կանգնում է քո թիկունքի ետևում։ Մենք գտնվում ենք դիտակետում, ըստ թե դիտորդ ընկանի մեր գուժան, ու դիտարկեմ հակառակորդին։ Դե անկարտակի մեջ շարժ եմ գտնում, զեկուցում եմ հրամանատարին, թե իրանք առաջ են ուզում գան, կարամ կրակեմ։ Միշտ պատրաստ լիստ եմ արտիկայինը։ Պայմանները ինչպիսին են։ Պայմանները շատ նորմալ է, շատ։ Այսինքն մրսելու խնդիր չեք ունենում։ Չէ, մրսելու խնդիր չեմ ունենում вообще։ Մեր համազգեստային ձևի է նախատեսված, որ նորմալ է, պահում է մեզին։ Իսկ ծառայության ընթացքում բնական կարիքները ոնց եք օգնում։ Բնական կարիքները, եթե հերթափոխ արված չի, զեկուցում եմ հերթապային, հերթապան հաջորդ հերթափոխն է բերում, գալի փոխում են, նորից ստում եմ։ Պարոն կապիտան, որքան է հեռավորությունը երկու սահմանների միջև։ 150-ից 200 մետր։ Հակառակորդը հաճախ է կրակվածում։ Լինում են դեպքեր, գրանցվում են դեպքեր, անկանոն կարակահերթեր։ Առաջին անգամ ես միայն սահմանին կանգնած հասկացա, թե ինչպես է լինում, որ թվացյալ ոսկե երիտասարդությունը, ով սովորական կյանքում ապրում է անհոգ, ինչ որտեղ երբեմն ամբարտավան, մեկ էլ մի օր հանկարծ, երբ վճռական պահ է լինում, առանց մտածելու գնում է մարտադաշտ, գուցե անգամ պարտադրաբար տանում են, բայց հենց հասնում է սահմանին, կռվի մեջ մտնում, պատահական իմանում ես, որ հերոսացել է։ Առաջի, առուտյա! Դավայ բանը, դրեք, պատրաստ, ամեն մեկ ձերքություններս է։ Դավայ, ես ասեցեք, դավայ քեզ եմ բերում։ Գարյատու մեշենի։ Գարեգին նժդեհն իզուր չի ասել, ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս կարող է հերոս դառնալ։ Մեծ փիլիսոփայի խոսքերը պատահականություն չեն, նրանից լավ ոչ ոք հայի տեսակը չի ճանաչել։ Այսօր կոմանդիր դիվիզիոնը առաջա գնացել, Զամփատիլը ստեղ մնացել է, ելի շնորհակալություն մայոր Մարդոյանի, առաջվա մեր начальник շտաբը։ Իրա դիվիզիոնը մարդը բոյին մտե թե ինչ այլ է, տեսը կա, տեսը չկա, այսօր վարը երկու օր կայնած մեզի աղուկնեմ։ Ես վիճակով էստեղ կռվում եք, մինչև էմի։ Ու ես էլ մեկ կողմից եմ շնորհակալություն ես երեխանց, ես 18 տարեկան երեխանց։ 5-րդ օրն առանց քուն, առանց որևիցե մի բանի մարդիկ տղամարդու պես մինչև մի կանգնած են։ Բայց իշքան ասես, թշնամի ուներ, լսկա երկիրեր, Հայաստանը մեր, բայց իշքան ասես, թշնամի ուներ, ուսուսի տված արյուծի նման, ետել եք հողը արկը հայության, հայեր միացեք հայեր, Արցախն ես կանչում, օգնության ասեք, հայեր միացեք հայեր, Արցախն ես կանչում, օգնության ասեք, դեր ճապը ունի, պիջասնիկ սասում, հայերի հողը ձեզ է սպասում։ Նախկինում, երբ ես նույնպես երբեք չէի եղել սահմանային դիրքերում, չէի տեսել, թե ինչ ապշեցնող կերպով է սահմանը վերափոխում մեր տղաներին, ես նույնպես այն մարդկանցից էի, որ ասում էր, թե նոր սերունդը լավը չէ, կռվել չգիտի, որ պատերազմ լինի, հին տղերքը միայն կգնան։ Չէ, մեր 18 տարեկան տղերքը այնպես կռվել գիտեն ու այնպիսի ոգի ունեն, որ անգամ իրենք էլ չեն պատկերացնում։ Զին ծառայողը որքան ժամանակ պետք է ծառայի, որ սկսի արդեն իր ծառայությունը անցկացնել դիրքերում։ 5 ամիսը պետք է պարտադիր լռանա, համապատասխանաբար նրան նախապատրաստում են այդ 5 ամսվա ընթացքում։ Առաջնահերթ մինչև մարտական դիրքերը բարձրանալը բոլոր զինծառայողները անցկացնում են զրույցներ հրամանատարության կողմից։ Հաշվի են առնում նրանց ընտանեկան վիճակները, նրանց ապրումները, կարոտը, խնդիրները, առաջի անգամ բարձրացող զինվորի հետ միշտ աշխատանքներ են տարվում, զինվորը մենակ չի կայնում հենակետում, դիտակետում, նրա հետ լինում են հրամանատարական կազմը, իր ավագ ընկերը։ Դիրքերում տղաների կենցաղային պայմաններն էլ են մի տեսակ ծառայում ճիշտ մթնոլորտ ստեղծելու գործին։ Ամեն ինչ շատ կոկիկ է, բնականաբար տեղաշարժվելու տարածքներն էլ մեծ չեն։ Մարտական հենակետի բանն է, ճաշարանը։
Սա ջուր է հավաքում այս։ Հա, սա դա ջուր, խմելու ջուր է մաքուր։ Սա ի՞նչն է։ Սառնանը։ Դիրքերում սառնանը։ Որը դնում են, որ չփչանա ուտելիքը։ Շատ լավ է։ Իսկ ինչ եք այստեղ ուտում։ Դե առավոտները ուրիշ առավոտները հասնում է 50 գրամ կաթ, 20 գրամ կարագ, ցիմորի, 220 գրամ հաց, 200 գրամ չայ։ Այս դիրքերը ով է բաժանում։ Դա դիրքերը որը պովը կա, այդ պովը նա բաժանում սաղ։ Սաղը չախով բաժանում։ Այսինքն զինվորներից բացի նաև խորարա բարձրանում։ Իսկ դիրքերի ճաշացանկը զորամասի ճաշացանկից տարբերվում է։ Որ կան դրան ցույց տա։ Այստեղ բավականին մեծ ճաշացանկ ունի։ Բավարի։ Կարե ծավալով մսով շիլա։ Սա ինչ է։ Ցորենա ծավալով, ոլորով, ոսպով, մսով շիլա։ Հաջարով, ոլորով, մսով շիլա։ Այստեղ շիլաների տեսականին բավականին մեծ է։ Մսա բանջարեղենային ռագու, խտացրած կաթ, թթու, սա ինչ է, շոգ է խաշված միս, քաչայտնի տուշոնկա անվանով, սա ինձ թվում է բոլորին բաց է թե ինչ է, հալած պանիր, կարագ, երշիկ, թխված կա բլիթ, այսպես ասած զինվորական փլավիկ, դեր հաց, շաքարավազ, աղ, խոսքով ամեն ինչ ունեք այնտեղ, թեյ, բնական մասուրի հյութ, սա կեչուպն է, կեչուպ, Արտուր ասեմ բավականին լավ է կապում, կան մարդիկ ովքեր այսքան բան չունեն, Երբ կանգնած ես սահմանին ողջ նախկին կյանքդ, այն ամեն ինչ թվում էր արժեքավոր ու էական, ջնջվում է մի վայրկյանում։ Հենց նույն այդ վայրկյանում քո համար 1000 անգամ ավելի կարևոր են դառնում այնպիսի բաներ, որոնց մասին երբեք գուցե չես էլ մտածել։ Հայրենիքը էլ գրքից կարդացած գեղեցիկ բառերը չեն, հայրենիքը էլ վատը չի, որովհետև հարևանդ ավելի թանկարժեք մեքենա ունի։ Այստեղ հայրենիքը քո դիմաց, քո հողի վրա կանգնած հակառակորդն է, ով դեռ հանդգնում է ուղիղ աչքերիդ նայելով։ Եվ միայն այստեղ դու զգում ես, որ ողջ երկիրը դու ես, եւ երկիրն այդ հիմա ուշադիր նայում է թշնամու աչքերին, նայում է հպարտ, նայում է անվախ, նայում է հաստատ համոզված, որ նրա ոգին երբեք չի հերիքի քո դեմ գալ, քանի որ ի տարբերություն քեզ նա վախենում է։ Ի տարբերություն քեզ նա գիտի, որ ոտքերի տակ իր հողը չէ։ Նա այստեղ թույլ է եւ կրկնակի անգամ վախենում է, երբ տեսնում է քո հանգիստ ժպտացող ուշադիր հայացքը։ Սահմանն այսպիսին է, ստիպում է գեներիդ մեջ քնած հերոսին կենթանանալ։ Մի վայրկյանում բաց է անում աչքերդ այն պարզ ճշմարտության առաջ, որ կյանքը անցողիկ է ու կարճ, բայց կան շատ ավելի կարևոր եւ մեծ բաներ։ Եվ ինչքան հաճելի է գիտակցել, որ արհամարելով վախը մահվան հանդեպ, դու ժամանակից վեր ես դառնում։ Ժամանակն այլևս քո վրա ազդեցություն չունի, եւ ոչ միայն ժամանակը, այլև ամեն ինչ։ Եվ ինչքան խղճուկ է նայվում քո դիմաց կանգնած հասարակ մահկանացուն, ում թվում է, թե ինքն է քեզ հետևում։ Ասեմ, որ հակառակորդը երբեմն շատ ուժեղ հոգեբանական ճնշում է, չես վախենում։ Իհարկե ոչ, դահապես ասում եմ, որ թշնամուն պետք չէ թերագնահատել, բայց ես համոզված եմ, որ նրանք իսկի այդքան գիտելիք չունեն, որ կարողանան մեզ հոգեբանական ճշմարանի հետարգել։ Իսկ ինչն է պատճառը, որ դիրքերը զինվորների մեջ նման ջերմ հարաբերություններ են ստեղծում։
Նման ջերմ հարաբերություններ են ստեղծում, որովհետև ինչքան լարվածությունը մեծ է, ինչքան թշնամու ներկայությունը քո դիմաց զգում ես, այնքան ընկերոջդ արժեքը ավելի ես գնահատում ու հասկանում, որ քո կյանքը ինչ որ չափով նրա ձեռքերում է։ Հավատացեք, վճռական պահին մեր տղաներից յուրաքանչյուրը դառնում է հենց այսպիսին, եթե իհարկե ընտանիքում մի փոքր դաստիարակություն է ստացել։ Նորմալ էր, հանդիպեցիք։ Շատ նորմալ է։ Ծանոթացաք կենցաղային պայմաններին ձեր զինվորի։ Այո։ Գոհ եք, շնորհակալ ենք։ Մենք էլ ենք շնորհակալ ձեզանից, ձեր տղայից եւ Զորամասի անտարությունը որոշում ընդունել մեր զինվորին խրախուսենք։ Կարճաժամկետ արձակուրդով։ Շնորհակալություն։ Քոնդեմ ես իմ սերն ու կյանքը, իմ անուշ հայրենիք, իմ անուշ հայրենիք, նորից շղթան, զարթոնքով ծաղկին, նորից շողա, լույսերով բարվին, քո նմանա չգիտեմ ես, իմ անուշ հայրենիք, իմ անուշ հայրենիք։ Կարող են երկու ազգ միասին ապրել նույն արևի տակ, նույն երկրում եւ ընդունեն այն որպես հայրենիք։ Եթե հավասարազոր ընկալում են թե իրավունքները, թե պարտականությունները։ Իսկ հանրային եթերում Մարտիկ հաղորդաշարներ եւ ձեզ հետ է Տիգրան Մակարյանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս աստծուն պատիվս ինձ, զենքս որ դու սկսերես մայրերին կտամ, ապարդայած բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, բիբլիական մասիսի պես, դուք միշտ հզոր հայոց բաներ պատիվ ունեմ։